Այսքանը։ Մեկ այլ հարցի հետ կապված կուզենք ձեր տեսակետը լսել, պարոն Նահապետյան, տեսեք, չնայած դուք առիթ ունեցել եք անդրադառնալու Սալավիովի հայտարարությանը, հիմա այս մյուս հայտարարության հետ կապված ուղղակի լսենք, հետո հարցս ձևակերպեմ։ Трамп. И ясно почему. При этом забавно, как его высказывания не приводят к тому, что вызывают послов всех, кому не лень, возомнившие о себе не весь что, считающие, что, находясь в своих деспотиях, они имеют возможность влиять на нашу демократию. Так вот, обращаюсь ко многим недовольным мною. Подумайте, что вы в своей жизни делаете не так, что вызываете столь ярую критику, в том числе и от меня. И может быть вам станет проще. Кстати, я жду, когда вызовут посла Соединенных Штатов Америки после следующей фразы Дональда Трампа, который сказал буквально такое. Но Путин сказал мне, я не могу поверить, что это регулирует войну. Я работал в течение 10 лет, потому что это его территория, говорит Дональд Трамп о конфликте на Кавказе. Ну, как? Это его территория. То есть Дональд Трамп считает, что это территория Путина. Ну, где возмущение? Где могучие МИДы, вызывающие к себе послов Соединенных Штатов Америки, чтобы сказать им, как смеет Дональд Трамп заявлять, что Кавказ – это территория Путина? Нет? Бздите! Ну, понятно, это же не... Это же ООО. Ему все можно? Да. Ему можно, а вам нельзя. Иначе бы вы уже вызвали послов Соединенных Штатов Америки в соответствующие государства и высказали претензии. Почему вдруг такое неуважение к суверенитету этих стран? Страшно? Понятно. Եվ այսպես Սալավիովի հայտարարությունների նաև դուք եք անդրադարձել, բայց այս հայտարարության մասով մենք տեսանք Հայաստանում ինչպես այսպես հակառուսական տրամադրությունները գեներացրեցին, վայ, տեսեք, ինչ են անում ռուսները, ինչ է առաջարկում Սալավիովը, իմիջիայլոց այդ հակառուսական տրամադրությունները գեներացնողները նաև ըստ էության ձեզել էին թիրախավորել։ Ես կխնդրեմ հիմա այս մասով ձեր տեսակետը արտահայտեք եւ ըստ էության Սալավիովի այս խոսքը ավելի շուտ ուղղված է նաև իր երկրի ղեկավարին Պուտինին, մասնավորապես նաև Թրամփն էլ է ինչ է հայտարարում, որ ըստ էության Կովկասը Պուտինի, այսպես ասենք, տարածքն է, իրենն է, խնդրեմ։ Ես ուղղակի ԱՄՆ նախագահի այդ խոսքը ուղղակի չասեմ, երբ ասում է Կովկասը Պուտինի տարածքն է, խոսքս ազդեցության մասին է, սեփականության մասին չի։ Եթե այս տարածքը Պուտինի տարածքը լիներ, այս տարածքը վաղուց Ռուսաստանի Դաշնության սուբյեկտ կլներ։ Այնպես ինչպես օրինակ Ռուսաստանը գտավ, որ Դոնեցկը, Լուգանսկը, Ղրիմը, Խերսոնը, Զապորոժեն դա Ռուսաստանի տարածք են եւ Պետդուման ընդունեց համապատասխան որոշում Ռուսաստանի Դաշնության սուբյեկտ դառնալու իմ նշած տարածքները եւ որի ազատագրման համար այսօր Ռուսաստանի բանակը պատերազմում է ՆԱՏՕ-ի հետ Ուկրաինայի տարածքում։ Ես կարծում եմ ԱՄՆ նախագահը ավելի շուտ ասում է, որ այդ տարածքը Ռուսաստանի ազդեցության տարածք է։ Ազդեցությունը առաջին հերթին դա վերաբերում է քաղաքական եւ ավանդական կոմպոնենտին, բայց ոչ առաջին հերթին տնտեսական, որտեղ այնուամենայնիվ այս տարածքում Միացյալ Նահանգները ներկայացված է մասնավորապես Տրամփի ուղով որպես տնտեսական պրոյեկտ եւ սկզբունքորեն Ռուսաստան դրան կոշտկեցված չի դրսեւորել՝ ի տարբերություն Իրանի Իսլամական Հանրապետության ռազմաքաղաքական եւ հոգեվոր ղեկավարության։ Ոստև արձանագրենք, այո, պարոն Սալավիովը շատ ճիշտ է ասում, ուր են ծղրտոցներն ու մլավոցները ԱՄՆ-ի նախագահի այդ հայտարարությունից հետո։ Ես կարծում եմ դրանից հետո բոլոր նրանք, ովքեր որ պետք է ի պաշտոնե Հայաստանի ինքնիշխանության պաշտպանության մասին խոսեին, հակել են կրկնակի պամպերսներ եւ այդպես ման են գալիս, ուղղակի վրայից շան հոտ է գալիս իրենց այդ կեցվածների համար։ Եթե ասող եք, եթե համոզմունքով եք, եթե դա ձեզ համար
խիստ ցանկալի է պաշտպանել տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, անկախությունը եւ այդպես մի շարք կենացներ, ապա համապատասխան կեցված դրսևորեիք, այո, Հայաստանում ԱՄՆ դեսպանին նոտա հղեիք այդ հայտարարության հետ կապված, հետո հայտարարեք persona non grata, հետո մի քանի հազար Հայաստանում ԱՄՆ դեսպանտան աշխատակիցների թվականակը պակասեցնեիք, դարձնեիք մի քանի տասնյակ, այդտեղ կասենք, այո, Հայաստանի օրվա իշխանությունները այդպիսի կեցված դրսևորեցին եւ պաշտպանեցին Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը եւ որևիցե երկրի նախագահ իրավունք չունի նման հայտարարություն անել։ Բայց դե բարև ձեզ, ով այդ Փաշինյանն է ասելու, իր քաղաքական խմբակն է ասելու, գործակալական ցանցն է ասելու, ազդեցության գործակալները իհարկե ոչ, նա ծղրտոց չկա, բայց սա ի գիտություն տիլնի եւ Փաշինյանին եւ մյուսներին, որ մի քիչ առաջ ես ասեցի, ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմը ունի հետեւյալ նպատակները եւ դա առանձնապես չել թաքցնում։ Արեմեցյան կիսագունդը ԱՄՆ պետության անմիջական հսկողության եւ կառավարման ներքո, անկախ նրանից թե դա որ պետությանն է վերաբերվում։ Սա ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի մարտավարությունն է։ Երկրորդ, իր անվտանգության նոր դոկտրինի հետ կապված Չինաստանը որպես մրցակից պետք է թուլացվի, չզոքացվի եւ հեռացվի։ Երրորդ խնդիրը Եվրասիական տարածքում ԱՄՆ ունի շահեր, բայց դոմինանտ են այդ տարածքում քաղաքական եւ անվտանգային կոմպոնենտով Ռուսաստանի շահերը։ Առաջին հերթին Ռուսաստանի շահերը, եւ որի վերաբերյալ ԱՄՆ նախագահ չել առանձնապես հետևետուն բարձրաձայնելու։ Սա իրականությունը։ Եվ անկախ նրանից թե մեր նման երկրների վարչակազմները, որ ժամանակին նշանակվել են գլոբալիստների կողմից, ինչ կխոսան, ոնց կեցված դրսևորեն, դա ԱՄՆ-ի համար խիստ երկրորդական է։ Իրականությունն է, այո, որ Պոզդամի կոնֆերանսով 1945 թվականին այս տարածքը խորհրդային միության ազդեցության տարածք էր, խորհրդային միության 15 հանրապետությունների եւ բնականաբար ազդեցության տարածք է մնում խորհրդային միության իրավահաջորդ Ռուսաստանի Դաշնության համար 14 հանրապետությունների եւ որի համար եթե այսօր Ռուսաստանը դեռևս Ուկրաինայում պատերազմը չի կանգնեցնել, ինքը բավականին այսպես չերևացող առումով пассив է, ինքը ռազմավարական խնդիրներ լուծում է, ռազմավարական հաղթանակից հետո բնականաբար կանցնի մեր նման երկրներում մարտավարական խնդիրների լուծման։ Այսինքն իր ազդեցությունը վերականգնելը, որը շատ բնական է։ Այնքանով բնական է, որ Հայաստանը այսօր հանձնանում է 90-ականներից սկսած հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ, Եվրասիական տնտեսական միության անդամ, անկախ պետությունների համագործակցության անդամ։ Այնպես որ այդ ժամանակները գալիս են եւ բոլոր նրանք ովքեր որպես քաղաքագետներ, փորձագետներ, տարբեր հրապարակներից օրական մի քանի ժամ Ուկրաինայի ռազմական գործողությունների լայվով մտնող որպես մտքի գիգանտներ այսօր բերաների ջուր են առել։ Ձայն չեն հանում։ Որ այն ժամանակ հեսա ուկրաինական բանակը մտնում էր Կրեմլ, Մոսկվա եւ գրավեր ու ազատագրեր Պուտինի վարչակազմից ռուս ժողովրդին։ Այնքան տարական ու տրիվիալ գիտելիքներ չունեն, որ միջուկային տերությանը որևիցե այլ պետություն չի կարող հաղթել։ Սա աքսիոմա է եւ սրա մասին անգամ քննարկելը կամ կարծիք հայտնել ծիծաղելը։ Հիմա փաստը մնում է փաստ։ Իսկ Ռուսաստանի զորքերի առաջխաղացումը առաջներթին պայմանավորված է քաղաքական որոշումներով եւ ոչ ռազմական։ Այդ պոտենցիալը կա, բայց եթե կարելի է ստանալ շատ բան քիչ արյուն թափելով, ինչու շատ արյուն թափելով ստանալ։ Երբ որ քաղաքական որոշումներով կարելի է ստանալ այդ տարածքները, ինչու ռազմականով ստանալ։ Եվ ասեմ ձեզ այդ գործընթացում Ուկրաինայի պատերազմի կանգնեցման ԱՄՆ ներկայիս վարչակազմը ավելի շահագրգիռ է, քան Ռուսաստանի Դաշնությունը, որտեղ Ռուսաստանի Դաշնությունը առաջ է գնում իր զորքերը, իսկ ԱՄՆ-ի համար, ԱՄՆ ներկայիս վարչակազմի համար ժամանակը աշտանաբար կարող է բերել, որ ԱՄՆ-ի նախագահ հայտնվի ցուկ ցվանգու։ Ինչու, որտեղ նոյեմբեր ամսին ԱՄՆ-ի կոնգրեսի միջանկյալ ընտրություններ, հանրապետականի պարտությունը կբերի ավելի ծանր հետևանքների ապագա նախագահական ընտրություններում։ Դրա համար ԱՄՆ նախագահ ամեն ինչ անում է, որպեսզի Ուկրաինայում կռվը կանգնի։ Այսինքն ինքը ավելի շահագրգիռ է դարձել այդ պատերազմը կանգնեցնելու համար։ Իսկ կանգնեցվելու է Ռուսաստանի պահանջներով։ Իդեպ օրս Ուկրաինայի, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչների հանդիպումը այնուամենայնիվ
գոնե հրապարակային դաշտով որոշակի հույսեր է արթնացնում, որ այդ պատերազմը կարող կանգնել, բայց այստեղ կա ամենակարևոր շահառուն, որ այդ պատերազմը չկանգնի։ Դա ոչ այդքան Ուկրաինայի ներկայիս վարչակազմի ժողովուրդն է, որքան Բրիտանիան, որտեղ Բրիտանիան է թիվ 1 շահառուն այդ պատերազմի շարունակման եւ որպեսզի ԱՄՆ հաջորդ նախագահական ընտրություններում հանրապետականի տեխնացում պարտվի։ Ահա թե ինչու Ուկրաինայում պատերազմը չի կանգնում։ Բայց որ պահին կանգնեց, վստահաբար ես կարծում եմ ազդեցության տարածքները ԱՄՆ-ը Ռուսաստանը արդեն որոշել է եւ ԱՄՆ նախագահի այդ խոսքը ոչ այդքան կոնտեքստի մեջ, որ Կովկասը Պուտինի տարածքն է, կարծում եմ հենց դրա մասն է խոսում։